Նախ 2 ժամ է գրեթե քննությունը սկսված է ձեր սպասելիքները հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ միջնորդության քննության սկսումը պարզ դարձավ, թե ում է մակագրվել գործը, Վահե Դոլմազյանը Հարությանը եւ առասարակ մեր հասարակությանը հայտնի է որպես իշխանությունների սրտի որոշումներ կայացնող դատավոր։ Դուք ինչ սպասելիքներ ունեք հաշվի առնելով, թե ում է մակագրվել Սամվել Կարապետյանի միջնորդության հարցը։ Իշխանությունը ամեն ինչ անելու է, որ Սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից եւ Սամվել Կարապետյանի սկսած շարժումից, եթե իրենք ոչ մի մտահոգություն չունեն, ինչու են այսպես ակտիվ ուզում երկարացնել իր կալանքը, ինչու են բռնել։ Արդեն իսկ խախտումներով չի քննությունը։ Նախ իրենք մի օրվա ընթացքում ուղղակի հաջորդ օրը դրեցին դատը, որ իրենց կարծիքով տեղի չունենան հասարակության կողմից ակցիաներ, քանի որ հասարակության մեջ կա բողոք։ Բայց դուք կարող եք տեսնել, որ այս ամբողջ փողոցը դատարանի մյուս մասն էլ, դատարանի դիմացն էլ մարդկանցով լի է։ Դա ցույց է տալիս, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ նպատակաուղղված գալու են։ Հանրահավաքով մի սպառնացեք, ասում են մեզ հանրահավաքով մի սպառնացեք, ինչպես կարձագանք կա է։ Իսկ հանրահավաքով սպառնում են մարդկանց, իրենք որ հանրահավաք են արել սպառնացել են։ Պարոն Կարապետյան, ես իշխանությունների քարոզչությունը վերջին շրջանում այդ մասով եմ ձեզ ուզում կոնկրետ հարց ուղղել։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար։ Կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Այստեղ գտնվող մի քանի հազար մարդկանցից ես ճանաչում եմ երևի 10%-ին, 15%-ին։ Այսինքն ոչ գաղափարական, ինձ թվում է վերջի ժամանակն է մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից։ Իրենք մենակ ինչ որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որևէ ինչ որ իրենց առաջարկը մեր երկրի հետ կապված մենք չենք լսել այսքանի օրը։ Միայն անվանարկում են ու կարծում եմ, որ մեր ժողովրդին դա է հետաքրքիր, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այն շեմը, մեր ժողովրդավարությունը հաղթահարել է այն շեմը, որ անհատներին անվանարկելով մարդը կարող է գալ իշխանության։ Դուք այսօր լսել եք միջազգային փորձագետի ինչ ասեց այնքան ենք հարձակվելու Հայաստանի վրա, մինչև Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ինքը դեսեք քննարկել է, թե ինքը իր ձևով է հարձակվել։ Շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ, կոմիս են ժամանակ տալիս, որ ամբողջ աշխարհը իմանա, դրանից հետո նա նշեց, որ գրոհելու են։ Հայաստանի վրա ոչ ոք չի կարա գրոհի, գրոհելու միայն հավասարակշռել է պետք, միայն հավասարակշռել է պետք։ Իրենք բանանել կկալանավորեն։ Դե իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է բերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Պարոն Կարապետյան, դատական նիստի մասնակցում եք։ Հա, խնդիր չկա։ Հա, մի քանի անգամ ասել եմ, որ խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժը, որ պետության համը բերաններ է դառնալու։ Վախենում եք այդ արտահայտությունից ու ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է։ Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջի անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է։ Այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից, եթե ենթադրվող հավաքից հետո, որոնք են լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո Ձեր քայլերը որոնք են այսօր։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմեն ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով
գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը, ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։ Պարոն Կարապետյան, կարծիքներ կան, որ պետք է արտաքսել ձեր փաստաբանին իր այդ հայտարարության համար, որ ասել է կգրոհենք Հայաստանի վրա մինչև Սամվել Կարապետյանին ազատ արձակեն։ Այս մասով ինչ կասեք։ Պարոն Ամստերդամը շատ էմոցիոնալ, միշտ հայտնի է իր էմոցիոնալ ելույթներով, կարծում եմ, որ Դուք չտարակուսեցիք, երբ լսեցիք, որ նա յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար դա տարակուսել է, բայց մենք էլ հասկանում ենք, որ դա իր հիմնական նպատակը բանի հետ կապված է իշխանության։ Բայց չեք կարծում, որ հասարակության հետ մի քիչ շատ եք բարդ լեզվով խոսում, մեր ձևով կգրոհենք Հայաստանի վրա, ինչու պարզ չեք խոսում, որ հանրությունն իմանա ինչ նկատի։ Մեր ձևով 6 տառը կամ 7 դրանից պարզ լեզու։ Բովանդակությունը մեր ձևովի մինչև հիմա պարզ չի, պարոն Կարապետյան։ Մենք մի քանի անգամ ասել ենք ամեն մեկը յուրաքանչյուր մարդ ունի իր ձևը։ Ասում եք հայավարի, ձեր հորեղբայրական ասում է ազատության սլոգան։ Այո, ամեն մարդ հենց դա է հիմքը, ամեն մարդ ունի իր պատկերացումը, իր ձևը, ձեր ձևը ո՞րն է, Նարեկ ջան։ Բարդ հարցեր տալը մարդկանց մեր ձևով իշխան Բայց այդ մյուս թույլ են գործընկերները ուզեն բայց մի խոչում դոտեք ներողություն հարցը Պարոն Կարապետյան դուք որ ասում եք յուրաքանչյուր ոք ինքը բանանի հասկանա մեր ձևով իր համար ինքն է որոշում իր ձևը, դասախոսի համար իր ձևը։ Մի բան է Սամվել Կարապետյան ներողություն Սամվել Կարապետյան Չեմ կարծում որ պարոն Ամստերդամի ձևը չգիտեմ օթանավերով գրոհելն էլ Ամստերդամի ձևը հիմնականում դա իրավական Լավ, ինչ նկատիներ Ամստերդամից նկատիներ Իշխող ԶԼՄ-ները հրապարակել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների Ձեր համար հետևը մի քիչ ազատ տարածք են բացել, ուզում եք եկեք մի քիչ Իշխող ԶԼՄ-ները գրել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների, ասում են միացեք մեր ձևով շարժմանը, ասում են չենք ցանկանում, հետո SMS են ուղարկում, ասում են շնորհակալություն Հետ կնանք մի քիչ տարածք այնտեղ բացվի ավելի հանգիստ բոլորս հետ կկանգնենք Նույն ձև հետ ենք գնում Լավ, այս հարցին պատասխանեմ ինձ թվում է այս հարցին պատասխանեմ հարցը ինչպես է տեղի ունենում գրանցումը Մարդիկ գալիս են 3 տարբեր ձևով, սոցհարթակներով, զանգերով եւ գնում են մեր նոր բացված շտաբեր։ Գնում են եւ դրա արդյունքում գրանցվում են, թողում են համար։ Հնարավոր է մարդը ուրիշի համար թողած լինի, բայց տալիս են իրենց կենսագրական տվյալները, ոչ կենսագրական չէ, մի քանի տվյալ իրենց մասին, որ իրենց այդ հնարավորություն լինի հետ կապնվել։ Հնարավոր է մեկին իրենք ուղարկած լինեն կամ բան լինի, որ հատուկ դրա առիթով ինչ որ բան սարքեն, բայց 5000 մարդ արդեն գրանցվել է եւ մենք ամեն օր տեսնում ենք դուք տեսաք մի քանի օր առաջ Եկեք կներեք մի քիչ հետ գնանք ու բան անենք Թող ինքը մնա Մի վարքյան Թող օպերատորները մի գծով կանգնեն Կանգնած ենք մենք ուղղակի դուք մեր դեմը մի վարքյան շուտ չանդր հասնում եք իրավիճակը մենք ինչ անենք Ազատություն 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 Կարապետյան, ազատության ակնկալիք երբ եք սպասում, երբ կլինի ըստ ձեզ, որ դեպքում, որովհետև ասում են նախընտրական շրջան է եւ տեսակետներ կա, որ Կարապետյանը ազատության մեջ խոչընդոտ կլինի բոլորի համար։ Կալանքը ձերբակալությունը վախի արտահայտում է իրենք վախենում են եթե տենց վստահ են իրենց վրա ել եմ ուզում ասեմ թող ազատ
արձակեն Սամվել Կարապետյանին եւ տեսնենք, թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Պարոն Կարապետյան, այս ընթացքում 7 տարի է Փաշինյանի իշխանությանը եւ այս 7 տարվա ընթացքում հայ հասարակությունը տեսել է պատերազմ, բռնի տեղահանում, Տավուշից տարածքների հանձնում։ Ինչու միայն այս քրեական հետապնդումից հետո որոշեցիք ակտիվանալ եւ այսպես ասած փրկել Հայաստանը։ Ինչու դա չփորձեցիք անել 1 տարի առաջ, 2 տարի առաջ, երբ այսպես բանտերը քաղ բանտարկյալներով էլ լցված, Տավուշից տարածքներ էին հանձնվում։ Շատ լավ։ Իր խոսքում Սամվել Կարապետյանը ասել է, խոսքի մեջ հիշում եք, որ ասեց, եթե քաղաքական գործիչները իրենց չհաջողվի, այսինքն քաղաքական գործիչները, որոնք արտահայտում են մեր հասարակության նշանակալի մասի կարծիքը, արդեն քայլեր ձեռնարկում էին։ Թե ինչպես է դա ընկալվել հասարակության կողմից ուրիշ հարց է, բայց մեր քաղաքական գործիչները աշխատել են, ընդդիմացել են իրենց ուժերի չափով։ Մեր հետ կապված, եթե մենք չունենայինք հակակրանք այս մոտեցման հետ կապված, չէր լինի Սամվել Կարապետյանը այդ հայտարարությունը։ Այդ հայտարարության պատճառով եղավ այս ամենը եւ այդ հայտարարությունը բերեց այս ամենին, որի համար 7 տարվա ընթացքում չեղավ, պարոն Կարապետյան։ Մի քանի հարցազրույցներում մենք նշել ենք, որ հիմնական ինչպես տեղի ունեցավ այս process-ը, ամեն ինչ ավելի իրավիճակը ավելի սրվեց, երբ որ տեղի ունեցավ Թուրքիայի հետ կապված process-ների եւ ցեղասպանության հետ կապված process-ների շեղում, այսինքն հայկական ավանդական քաղաքականության շեղում Թուրքիայի հետ կապված այո։ Պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ դուք չեք տալու այդ ժողովրդական շարժումը, ալիքը, որը բարձրացել է Պարպեն, հնարավոր է այդ հանրահավաքից հետո փողոցային նոր շարժում ձևավորել եւ փողոցային նոր պայքար սկսել, քանի որ հենց նոր էլ ձեր խոսքում նշեցիք, որ եթե այդ շարժումները կամ պայքարի ձևը հաջողած լիներ, Սամվել Կարապետյանը այդ հայտարարությունները չէր անի, դուք էլ շարժում չէիք ձևավորի, ապագայում էլ քաղաքական թիմ չէիք ձևավորի։ Ասեմ, հայտարարությունները եղան մինչև այդ տեղեր ունենում շատ դեպքեր, որոնց հանրագումարը բերեց հայտարարությանը։ Այսինքն հայտարարությունը դա պատահականություն չէ, հայտարարությունը բոլոր այս քայլերի հետևանքն է, ինչ արել է իշխանությունը վերջի ժամանակաշրջանում։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, փողոցային պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ վերջանում են սահմանադրական, օրենսդրական բոլոր գործիքները հասարակության մոտ։ Երբ գործիքները տեսնենք, որ վերջացած է, փողոցը, ես մի անգամ ասել եմ, Երևանյան փողոցը իր խոսքը ասելու է։ Ձեր կանխատեսում քանի հազար մարդ դուրս կգա փողոց, պարոն Կարապետյան։ Այո, բայց մենք ունենք մեր կարծիքով, պարոն ջան, մենք ունենք սահմանադրական մի քանի գործիքակազմ, որը կարող ենք օգտագործել այս process-ի մեջ։ Օրինակ որոնք են։ Դա ընտրական process-ն է, ընտրական process-ները, եթե ազատ ընտրություններ են լինում, մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կա մեծ բողոք։ Դուք կարող եք հեշտ տեսնել դա, բոլորդ էլ հասկանում եք, որ իրադրությունը հիմա ու իրադրությունը 5 տարի առաջ արմատապես փոխված է։ Մարդիկ ճանաչել են իշխանությանը, 2 տարվա իշխանությանը 2021 թվին դեռ չէին հասցրել ճանաչել։ Հիմա ճանաչում են արդեն։ Ամեն դեպքում հավատում են իշխանությունների խաղաղության օրակարգին, որը այսօր փաստացի մոնոպոլիստական ձևով իշխանություններն օգտագործում են։ Ինչու չկա այլ ընտրանք այս առումով, որ քաղաքացիները օրինակ խաղաղություն չփնտրեն միայն իշխանության այսպես լանջերին։ Խաղաղության մասին ես կուզեի շատ զգույշ լինենք, խաղաղության հետ կապված ձևաչափին մեր երկրին շատ մեծ խնդրեմ է բերել զրոական կետից բանակցությունները սկսելու, զրոական կետից յուրաքանչյուր միջազգային հարաբերություններում արտահայտվելու քայլերը։ Այսինքն մեր այսօրվա վարչապետը եկել է իշխանության մի քանի ամիս հետո հայտարարել է, որ Արցախյան 30-ամյա բանակցությունները սկսում է Ինչու դա հանդուրժվեց ում կողմից։ Կարապետյանների։ Դա եթե մարդիկ դժգոհ են ոնց։ Բան անդրադառնալը ճանաչում են։ Դուք հիշում եք, որ 2020 թվականին պատերազմից հետո Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ իշխանությունները պետք է հրաժարական տան եւ լինի նոր ընտրություն։ Իշխանությունները հրաժարական տվեցին եւ եղավ նոր ընտրություն։ Չէ, ներողություն, ես այլ բան հարցրեցի, որ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմը չէր սկսվել եւ ասաց, որ իմ սեփական կետից եմ սկսում, խորհրդարանում հայտարարեց։ Ինչու այդ ժամանակ այդ վտանգների մասին չբարձրաձայնվեց։ Բանակցային process-ների նյուանսներից տեղյակ է միշտ երկրի ղեկավարությունը եւ 2-3 հոգի։
ինչ նյուանսներ կան այդ բանակցությունների մեջ, դա պարզ կլինի միայն երկրի ղեկավարին եւ 2-3 հոգու։ Մենք չէինք կարող արտահայտել կարծիք, ունենալով կարծիք չէինք կարող մինչեւ նյուանսներին չծանոթանանք, բայց ես կուզեմ ուրիշ բան էլ ասել։ Ծանոթացել եք։ Մենք ծանոթացել ենք պատերազմի առաջի օրերից։ Մի հատ եմ ուզում հիշեցնեմ, գիտեմ, որ իշխանական մի քանի падգամավոր հատուկ post են արել ու գրել են այն մասին, որ Սամվել Կարապետյանը պատերազմի սկսվելու 3-րդ օրը կոչ է անում երկու կողմերին, այո, հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այդ ժամանակ բանակցությունների սեղանին դրված էր պայմանավորվածության, կար հնարավորություն պայմանավորվածության, եւ պայմանավորվածության հնարավորության գնդակը մեր խաղադաշտում էր, Հայաստանը պետք է որոշեր, գնում է այդ պայմանին, թե ոչ, պահում է Հադրութը, պահում է Լաչինն ու Քարվաճառը, թե ոչ։ Այսինքն գործերը լավ չէին, հա, ձեզ նա տեղյակ էր, որ գործերը լավ չէին եւ շատ կարեւոր է, որ այդ հայտարարության հիմնական նպատակը մեր հայրենական, մեր հայրենիքի իշխող ուժն էր, որ գնար բանակցային process-ին եւ աներ այն քայլը, որը կփրկեր 3000 այդ ժամանակ մենք ունեինք 600 զոհ իմ հիշելով 3000 երիտասարդի կյանք։ Դա էր Սամվել Կարապետյանը, ուզում եմ ասեմ պետական գործին հատուկ, բարդ Հեցի լարել չէ, հեցինը չէ, ինտերնետային Հիմա երկատողներին արգելել են, սպառնացել են, որ կան մասնակցեն հավաքին, ձեզ նման ահազանգեր եղել են։ Ասեմ, իրենք կարծում են, թե հազարավոր մարդիկ, որ գալիս են, հեցի աշխատողներն են, նախորդ անգամ էլ իրենք մտածում էին, որ բազմահազար իրենց ձևով խոսքի ազատ Պարոն Կարապետյան, երբ որ Ալեն Սիմոնյանին հարցրեցին մեր ձևովը ձեզ մրցակից է թե չէ, վախենում եք թե չէ, ասաց նման քաղաքական ուժ չկա, Պոնտենանում Բերդում հայտնվելով ուզում են քաղաքական ապաստան ստանան ազգային ժողովում, այդպես է թե չէ, եւ դուք հարցում արել եք մեր ձևովը քանի տոկոս է այս պահին քանի տոկոս ձայների տիրապետում։ Եթե չեն անհանգստանում, մենք թող իրենք չվախենան Սամվել Կարապետյանից, եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակը մեր հասարակության մեջ։ Եթե իրենք չեն վախենում 37 վայրկյանանոց հարցազրույցի հոդվածով 6 ամիս մարդուն պահել կալանքի տակ, ինձ թվում է դա հաստատ ինքնավստահության ցուցիչ չէ, այլ մի քիչ ուրիշ բանի ցուցիչ է։ Հիմա մեղադրանք լրացրել են, նախ ձայների հետ կապված։ Ամեն շաբաթ կարող են մեղադրանք լրացնեն, հետո այդ մեղադրանքը մերժվի, ցույց տրվի դրա սին լինելը եւ իրենք փորձեն ինչ որ ձև երկարացնեն։ Դուք պատկերացնում եք 3 ամիս, 4 ամիս մարդիկ մենք ունենալով տասնյակ հարյուրավոր ընկերություններ Հայաստանում գործ չեն կարող գտնեն։ Սա ցույց չի տալիս նախ որ մենք աշխատել ենք ճիշտ օրենքի սահմաններում, ինչքան հնարավոր է Հայաստանի իրականության մեջ եւ երկրորդը թիմի պրոֆեսիոնալիզմը, այն թիմի, որը հավակնում է աշխատանքներ կատարել ի բարօրություն որ մեր հայրենիքի Պարոն Կարապետյան, դուք բացառում եք սրան լրացնեմ ուղղակի Նարեկ ջան կներես, պարոն Կարապետյան, տեսեք, փողերի լվացում, հարկեր տուրքեր չմուծել, իշխանության զավթման կոչ եւ այլն, այսպես որ գնա կարող է Սամվել Կարապետյանին նաեւ պատերազմի մեջ մեղադրեն, պատերազմ սկսելու մեջ։ Աշխարհի բոլոր անտրամաբանական մեղադրանքների մեջ պրոֆեսիոնալ դարձած ուժը, որը ինդուստրիալ մասշտաբի է դա հանել, հնարավոր շատ բան անի, բայց մեր հասարակությունը արդեն իմունիտետ ունի ստերի եւ ստերի տարբեր ֆորմաների հանդեպ չազատեցին, ինչ եք անելու։ 1 տարի չազատեցին, մինչեւ ընտրություններ ազատ չարձակվեց։ Ինչ եք անելու, որն է ձեր գործողությունները։ Իրենք տեսնելու են հասարակության աճող բողոքը, որը այսօր էլ կա։ Մեր
գիտեք ինչներ իրանց հաշվարկը։ Որն է։ Որ սերկարն է կգնանք Ռուսաստան։ Որ կգնանք Ռուսաստան, բայց իրենք մի բան հաշվի չեն առել, որ մենք այստեղ Սամվել Կապետյանը մինչև իմ տարիքը Հայաստան է ապրել, մենք բոլորս 200 տարի մեր տունը նույն վայրում է, ինչ որ 200 տարի առաջ ու նույն տեղն ենք ապրում ես 200 տարի, մեր ընտանիքը։ Այսինքն ու բացի դրանից տունը նկատի ունեք։ Ոչ, Լեռնավիթ գյուղի մեր տունը, որտեղ հիմա բնակվում են մեր մեծերը։ Պարոն Կարապետյան, Ամստերդամի խոսքերի մեջ շարունակեմ, կարևոր բան կար։ Հա, իրենց հաշվարկը ուղղակի, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն ֆինանսներ, սիրում են կոմֆորտ, բայց իրենք չեն հասկանում մարդկանց գաղափարականությունը։ Եվ հիմա ամեն օր իրենք զգալու են այդ գաղափարականությունը մարդկանց ու զգալու են, որ չի ստացվում ոնց որ մարդու վրա ճնշում գործադրել, որովհետև արդեն իրենց մոտ դեֆորմացիա կա, բոլոր մարդկանց կարծիքները ջարդելու կալանքի միջոցով մասնագիտական դեֆորմացիա են ենթարկվել, իսկ դրա ճանապարհը վերջում բռնապետությունն է։ Իհարկե դուք բացառում եք, որ Տաշիր ընկերությունների խմբում ընդհանրապես կոռուպցիոն որևէ ռիսկ չկա եւ այս ուսումնասիրությունները ցույց են տալու, որ իշխանությունների մեղադրանքները իրավապահ համակարգի մեղադրանքները սին են։ Նայեք, կոռուպցիոն ասելով, նայեք ջան, դուք նկատի ունեք, եթե ընկերության մեջ կա կոռուպցիոն ինչ որ խնդրեմ, դա մեր հանդեպ է, մենք ենք դժողը։ Իրենք հաշվի չեն առնում, որ երբ որ ստուգում են այն ընկերությունները, որոնք մեր են, որ մենք ենք սեփականատերը, եթե կոռուպցիոն խնդիրները չլինեն, մեր շահույթը կավելանա։ Տրամաբանական իրենք միշտ ստուգել են պետական հիմնարկներ, մասնավորի ստուգման առաջի մեծ փորձն է իրանց մոտ։ Պարտավորությունները կատարելիս փողեր լվանալ, այդտեղ սեփականատերը եւս կարող է մասնակցել։ Այսպես ասեմ, բացառելը կարող է լինել Հայաստանում կա հարկային օրենսգրքում երկակիության խնդրեմ։ Ինչն է երկակիության խնդրեմը։ Նույն բանին կարող են նայել այս աչքով ու այն աչքով, բայց մենք ընկերությունների մեծ մասը ասում է տարեկան աուդիտ։ Այդ մեծ մասը ասում է աշխարհի 4 լավագույն աուդիտորական ընկերություններում տարեկան աուդիտ։ Եթե խնդիր կար, մենք մինչև այդ աուդիտորականների կողմից կիմանայինք։ Տեսեք, հիմա ասում են 300 քանի միլիոն աշխատավարձ եք ստացել մեկ տարվա մեջ, դա արդեն կոռուպցիոն ռիսկ չի։ Չէ, այդպես բան չեն ասել։ Այդ 300 քանի միլիոնը ինչքան ժամանակ է։ Չէ, դա իմ մասին չէր։ Այդ 300 միլիոնը մի տարվա ինչ որ այդ ինչ բան է, դա իմ մասին չէր։ Իսկ մյուս մի հատ երկրորդ բան, որ որպես տնօրենների խորհրդի անդամ, ոչ թե նախագահ, որովհետև երբ որ եղել եմ նախագահ, հրաժարվել եմ աշխատավարձից, իսկ երբ որ եղել եմ այսինքն մնացել է հեծում այդ գումարը։ Հա։ Պարոն Կարապետյան, ամեն Իսկ երբ որ եղել եմ անդամ, այդ աշխատավարձը փոխանցել ենք մեր բարեգործականին, բայց էլի եմ ուզում ասեմ։ Բայց էդ էլ է մեր գրպանը, այո, Անի ջան, բայց հաշվի առեք, որ հեծնել Հետի տնօրենների խորհրդին վճարում է իր սեփական միջոցներից, այսինքն հեծի սեփականատիրոջ միջոցներից։ Սա ամբողջ հաշվարկ վիճակում պարոն Կարապետյան այդքան բարձր աշխատավարձ ստանաք։ Նարեկ ջան, աշխատավարձը վճարվում է բարեգործական հիմնադրամին, փոխանցում էր, բայց կարևոր բան ասեմ, տխուր վիճակի հետ կապված։ Ներդրումային մեր սակագնայինի թույլ տված մաքսիմալ ներդրումները մենք արել ենք։ Էֆեկտիվության խնդիր եղել է, իհարկե եղել է։ Դրա համար ես 6 ամիս առաջ նշանակվել եմ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ, որ այդ էֆեկտիվության հարցը լուծենք։ 6 ամսվա ընթացքում անջատումների քանակը ՀՑԿ-ի տվյալներով 25% իջել էր։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված երկու սցենար է հայտարարել։ Բայց լավ ցուցանիշ է թե վատ 25%։ Պետք է ուսումնասիրեմ, որ ասեմ, ներողություն էլի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված երկու սցենար է ներկայացրել։ Նշում է, որ կամ դա պետք է պետականացվի, կամ պետականացվի եւ տրվի էներգետիկ ոլորտի կառավարչի, դեռ գիտենք, որ վարույթ է ընթանում եւ վարչապետը նման հայտարարություն է անում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, օրինակ հանձնաժողովի նախագահն ասում է, որ ոչ բնավ վարչապետի այս հայտարարությունը մեզ համար ուղղորդում չէ, դուք այդպես կարծում եք։ Երկու բան, առաջինը դուք հիշում եք, որ Նոբելյան մրցանակ ստացած այս տարվա 24 թվականի, այսինքն նախորդ տարվա Նոբելյան մրցանակակիրը տնտեսագիտության գծով հայտարարեց մեր շարժման հաշվետու ժողովի ժամանակ, որ ազգայնացումը,
էներգետիկ ակտիվների սեփականաշնորհման դեմ քայլերը վատ ազդեցություն են ունենալու երկրի տնտեսական մրցակցայնության վրա։ Այսինքն այո, Moody's-ը հենց իրենք սկսեցին դրա մասին խոսել, Moody's-ի վարկանիշով հեծի իջավ։ Իդեպ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, հեծը մենք գնել ենք այն ժամանակ, երբ ուներ մինուս իմ հիշելով մի 30-40 միլիոն դոլար մինուս եւ շատ մեծ գումարով, այսինքն ընդհանուր գործարքի արժեքը շատ մեծ էր։ Մնացել էր սնանկության 3 ամիս։ Դրանից հետո մենք գնել ենք, դարձրել ենք Հայաստանի վարկանիշից ավելի բարձր հիմնարկ։ Հեծում եղել է խնդրեմ, իհարկե եղել է, Հայաստանում ուր չկա խնդրեմ, մեր նույն հասարակությունն է իր խնդիրներով, բայց որպես սեփականատերը ինչ է կառավարում։ Նա ներդրումներն է կառավարում, կորուստները իջել է 13-ից 6% Չեխիայի մակարդակին է հասել, ներդրումներն Հայաստանում իրենք ամբողջ տարին բերում են օտարերկրյա 70-80 միլիոն ներդրում։